Տևական դադարից հետո ադրբեջանցիները նորից կրակում են Տավուշի մարզի Մովսես գյուղի սահմանին։ Կրակում են ինչ ձևի են կրակում, ինը ժամը 1-4-ը էտարանքը այս սերիկան են կրակում, բայց գյուլով, այսինքն հրացանով, ոչ թե մեծերով, գլի մոտորապես 5 օր։ Վերջին կրակոցը Մովսեսում 3 է հնչել, գյուղացիներից մեկը մի կրակոցի ձայն է լսել գերեզմանատանը։ Սեր գերեզմանները մի ես, մի հատ կրակեցին ու պրծավքի մտա։ Գերեզմանները ես բայց դե թե կրակոց էր, թե որսին կրակ չեմ գիտամ։ Պոստերից է կապ ձայնը։ Հա։ Պոստերի կողմից է եկել։ Հա, պոստերի կողմից է։ Հացատունը, գերեզմանոցը թուրքերի հենց դիմացն է։ Կրակոցն դեից հալն։ Երկհարկանի տներով այս գյուղում մարդիկ հիմա խուսափում են երկրորդ հարկ բարձրանալ, ասում են վտանգավոր է։ Ներքևի հարկերը մնում են, պատվալային հարկը մնք հիմնական կռևնիքը, որը սկսել ատենց ենք մնում։ Ոչ թե պատվալային սարքաստաները սարքել ենք պատվալային հարկերը մնք մնում։ Ինչի՞։ Վախից էլ ինչի, կրակոցները որ չլսեն։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ է նկուղում քնում Հայաստանի պետական սահմանին հնչող կրակոցները չլսելու համար, չգիտեն Մովսեսում։ Չեն հասկանում, ավելի քան 30 օր շարունակվող կրակոցների մասին ինչու մի բառ չի ասում պաշտպանության նախարարությունը։